Հանքից տվեք, եթե մի բան գա հետո գարանք կտրենք մեջից, եթե որ չստացվի։ Այսօր սարքելու ենք մաջուը։ Մաջուան Հալեբի հայտնի ուտեստներից է, որ կրնանք դան պայմաններով էլ սարքենք։ Համով ուտեստ է, հեշտ։ Սիրում եք դուք։ Այո, շատ։ Մեզ պետք է դրա համար աղացած միս, միջուկի համար էլ պետք է սող, բիբեր եւ սունգ, բանիր։ Այսքան, շատ հեշտ է։ Բերենք։ Շատ եք օգտագործում զոհբան։ Այո, ամեն ուտեստի մեջ բարդացիր սող, սխտորը, համեմունքները ճիշտ ասած շատ չենք խառնում, ամեն ուտեստի մեջ համեմունք տնելով չէ որ ինքը ուտեստը համով է լինում, միսի համը գործնում է կամ հոդը, հիմնականը կարևոր սիրելով սարքելն է, ամենեն լավ համեմունքը սիրելն է։ Ամենաշատը ինչ համեբան եք օգտագործում, համեմունք եք օգտագործում։ Ամենաշատը աղը, չէ, հիմնականում մեր խոհանոցի մեջ շատ համեմունք օգտագործելը լավ չեմ տեսնում, որովհետև այստեղ դարբեր տեսակի ուդոներ, այսինքն երկրի ուդոներ պիտի կան, համեմունք եթե շատ լինի, կարող է իրենց դուրը չի գա։ Ես հիմնականը աղ, կարմիր փոշի բիբեր եւ սև բահար բիբեր եմ օգտագործում, շատ քիչ հայտնի ուտեստներ կա, որ սիրիական է, պետք է մեջ անպայման մեր համեմունքը լինի, 7 բահար եմ օգտագործում, որը դա արդեն բոլորին ծանոթ է, 7 բահարի հոդն ու համը։ Իսկ այն ինչ է։ Այս մեր սիրուն կանանց աղջիկներին, այո, հրամեցեք մի հատ էլ դուք փորձեք տեսեք, ձեր փախտի ինչ է դուրս գալի։ Շահում եմ ունենալու։ Այո։ Օ, ինչ է գրած։ Երկու հատ բանիրով բերեք։ Չգիտեմ որակը ինչ է։ Հեսա հիմա կբերենք կմատուցենք եւ համը կտեսնենք։ Շատ լավ։ Եղավ։ Մինչև ավարտը արդեն պատրաստ կլինի բերեկն կբերենք։ Լավ, սպասենք։ Շատ բարի։ Ճիշտ որոշում է խոհարար դառնալը, եթե իր ցանկությամբ է։ Ամեն արհեստ, ամեն գիտելիք ինքը սիրելով պիտի սկսի։ Թեկուզ հագուստ վաճառողը, եթե չի սիրե ինքը այդ գործը չի կարող հագուստը վաճառել, ամեն գործ, բայց որ ասեմ խոհարարական ես վկայականներ ունեմ, չէ, չեմ ստելու, այստեղ գնացել եմ քաղաքապարական որպես իմանամ ոնց է միջավայրը մթնոլորտը գնացել եմ խոհարարական, բայց ես ասեմ խոհարարական վկայականներ ունեմ, խոհարար եմ, չէ, ավելի շատ սիրելով հնդությունը սկսել է եւ նպատակը կարող ենք սկսել, բայց մենք նախորդ էսի պատրաստեցինք, որ մեր ժամանակից շատ չկորցնենք։ Հիմա կբացատրենք ինչպես ենք պատրաստել, ինչ ենք դրել մեջը։ Ուրեմն հիմնականում մեզ պետք է բիբերները, մենք սկիզբից տավայի մեջ արդեն դրել ենք մի թեթև յուղ, սող, մի թեթև թորմեցուցել ենք սոխը, բիբերների տեսականին դրել ենք, էլի մի թեթև շարունակել ենք թորմեցնել, սունգը, թարմ սունգը ավելացրել ենք վրան եւ հետո մի քիչ ավելացրել ենք աղ եւ սև բիբեր։ Ուրիշ ոչ մի համեմունք մեջը, որ հիմնական այդ սոխի բիբերի հոտնել սկալի լինի, համեմունք չենք ավելացնում։ Գալիս է հոդը արդեն, չէ՞։ Այո։ Կան խոհանոցում ավելի շատ կարող է մեր որ նոր եկել էինք, այդ կանաչիների հոդը մեր դուր շատ չէր գալի, սամիթի համեմի, որտեղ մենք եթե հիմնական օգտագործում ենք մաղադանոս, ազատ կեղ որ ասում ենք, անորոշ շատ համեմունքներ նույնիսկ աղցանների մեջ մենք 4 նանա ենք մենակ դնում, այդ եթե տնենք ազատ կեղը, ուրիշ համեմունք չենք ավելացում։ Այդ հոտներ, որ մի քիչ տարբերվում էր։ Նույնիսկ օրինակ քաբաբի մեջ խորովածների մեջ մենք մենակ դնում ենք համեմունք, չենք ավելացում սող կամ այդ ուրիշ տեսակի, որ ուրիշ բուրմունք էր դալի։ Մեր համեմունքները սրանք են։ Մենակ սրանով էր տարբերվում, բայց իրենք մի քիչ ոնց որ տարբեր հոդեր էր գալի։ Համեմունքների օրինակ սովորական նույնիսկ ամառային աղցանի մեջ մենք սովորենք մեջը փոշի նանա տնենք։ Բայց այդ ցերն էլ համով է, սովորական մենակ աղ, զեդ, բայց մենք ավելի շատ սալատների մեջ էլ համեմունքները սիրում ենք։ Ունենք սալատների մեջ, որ մենք նրան դոշաբը շատ ենք օգտագործում, նորի թթուն որ գսենք, սումախը շատ ենք օգտագործում սալատների մեջ, քիմիոնը, բարձ բամը, որ լոլիկ վարունգ է, ասում ենք բոլորի դուներն էլ գա, բայց էլի ամեն մեկի սարկածը ուրիշ համադալի, մի տետև համեմունքի փոփոխությամբ։ Հիմա ուզում եմ աղացած միսը, որ օրենքով լինի, ճիշտ ասած դնային պայմաններով, որ պատրաստված հեշտ լինի, ոչ մի բան փակ չի թողենք, ուզում եմ աղացած միսը բացեմ այս ափսեի դագի չափով։ Մի հատ փորձենք, արդեն հիմա անելուց հայտնի կլինի ոնց է, եւ ինչ ենք անելու, հետո ցնելու ենք փուրը, չերոցը։
եփենք, ինքը էսի խորոված է, ասենք գրագի վրա էլ շատ համով կլինի։ Ասենք եթե մեկը ուզում է գրագ վարե կաբաբը այդ օրը, ինքը հիմնականում էսի կարող ենք նույնիսկ գրագի վրա խորովել շատ համով կլինի։ Բայց մենք ավելի հեշտությամբ ուզում ենք փուրի մեջ սարքենք։ Ուրեմն մենք հիմա տնում ենք այս ափսեն։ Ինքը, չգիտեմ, եթե չեմ ասեմ, մի հատ էլ ասեմ, մաջուան արաբերենով, այսինքն լցոնած։ Այսինքն միսը լցոնած մեջը այս կանաչեղենը։ Փոխելու բահը մենակ կլինի կարող է ստիպած այստեղի միսի համն ու հոդը, բայց փորձում ենք, բայց հիմնական որ ասեմ արժեքները, այո, ուզում ենք բահել արժեքները, ուզում ենք մեր հայկական, օրինակ ոնց հայկական, որ մենք այդտեղ այդ ծև ենք լսել, Անթեբի ուդելիքը, Քիլիսի ուդելիքը, մենք ավելի շատ դրանով ենք մեծացել, ավելի Հալեբի ուդելիքներով չէ որ մեծացել ենք, կամ գիտենք իրենց պայմանները, օրենքները ոնց է սարքվում։ Հիմա ավելի հեշտությունները կա YouTube-ով նայում են, բայց հիմնականը որ մենք դան պայմաններով, դան ուդելիքներով այդ ավանդույթը բահում էինք, մեր այդ ուդելիքներն էր։ Հանդերձիներին խավուրման հայտնի է, ով որ խավուրման սարքում է մածունով քյուֆտան հայտնի է, խավուրման սասունցիներին, հանդերձիներինը մածունով քյուֆտան, Քիլիսիները, քիլիսիչի որ կա, գյուրդելը, այս ծեվը ամեն մեկին իր խանոց իր հոդ ունի, ուրֆացիները չի քյուֆտան, սեմսեգը, մենք ավելի շատ սրանով ենք մեծացել, ավելի Հալեբի ուդելիքներով չէ, Հալեբի ուդելիքներն էլ արդեն բահում ենք մեր հումուսը, մուտաբալը, խորդիկները, խորովածի տեսականին, ամեն երկիր դարբեր է։ Ինքը սիրիական ամենահամով ուդեսը սիրիական ուդելիքների տեսականին էլ շատ է, բայց ավելի հայտնի է սիրիական ուդելիք քյուֆտեի տեսակները, այդ մեր միջուկով քյուֆտեն, սինի քյուֆտեն, սաջի քյուֆտեն, որ մենք ունենք գյուրդելը, ամեն մեկի մեջի միսի դարբերակը դարբեր է, յուղի դարբերակը դարբեր է, շատ հարուստ է, սուրիական խոհանոցն հարուստ է, նույնիսկ տարբերվում է, այսինքն սուրիական ասելով Հալեբի խոհանոցը Դամասկոսից տարբերվում է, Դամասկոսը Քամշլի, ամեն մեկ անգուն ինքը իր համեմունքներ ունի, ինքը իր սարքած ծև ունի։ Բայց մենք որ այստեղ եկանք, հիմնական ավելի շատ սկսեցինք դան պայմաններով սարքածի նման, մեր դադիկների մամաների սարքածի նման, ոչ թե այդ խոհարարական, այդ իրենց օրենքներով կամ բանով, ամեն մեկը իր քիմքի բուրմունքին համը տվավ խոհանոցներում։ Դրա համար անունները նույնն է, բայց ամեն մեկի սարքածը մի տեսակ։ Առաջինը տալիս եմ ամուսնուս, հիմնականը այո, ունենք, որ մեր մշտական հաճախորդները, որ ուրախացնում ենք իրենց, որ նորություն ենք մտցրել, մի հատ ուզում ենք համին նայեք, և ոչ սիրիացիներին ենք համին դալ, այսինքն նույնիսկ տեղացի հայերին, որ ասեմ ճիշտ լինի, ուզում ենք իրենց քիմքի այդ համը ըսկանք, որ իրենց կարծիքը գաղափարը ոնց է, և մենք հարկանքով մոտենում ենք իրենց կարծիքին, Եղելա որ չեն հավանել, չեմ տրել մենու։ Եղելա որ ես չեմ սիրում այդ ուդեսը, նորեն չեմ տներ մենու։ Որովհետև վերջում ասում եմ, եթե ես համին պիտի նայեմ եւ այդ ուդեսը չեմ սիրում, ճիշտ որոշում չեմ դալի, չեմ տնում։ Այստեղ խոհանոցում ես որ սկսեցի այստեղ խոհանոցում ավելի շատ սկսեցինք ժարիդ եղած հավը, որ անունը պրոստեդ է, չի գար Հայաստանում չունեինք, բայց այդտեղ մեր Սիրիայում ունեինք։ Հատուկ խանութ կար, որ մենակ այս ուդեսներ ծախում, պրոստեդը, ես ուզեցի հիմնականը դրանով սկսել և այո, դրանով էր հաճողություն կդանք, հետո հաճախորդների բահանջկով, հաճախորդների ցանկությամբ մենք արդեն մենուն 4-րդ անգամն է փոխում ենք, որովհետև անընդհատ ավելացնում ենք։ Հիմա այս ուդեսն էլ մենք ունենք հաճախորդներ, իրենց ցանկությամբ գալիս են ուդում են, բայց մենուի մեջ չունենք, որովհետև տեսականին էլ արդեն շատ է, բայց եթե որ բահանջկը շատ լինի, մի քիչ ծանոթանան այս ուդեսին, պիտի ավելացնենք։ Բայց ունենք, հաճախորդներ ունենք, որ արդեն մենք սարքում ենք, իրենց համար գալիս են ուդում են։ Նախ օրոք զանգում են, ասում են գալիս ենք այդ ուդես ուդենք, մինչև իրենց գալը պատրաստում ենք։ Հիմա շատ ուրախ եմ, որ ամեն ինչ բանջված է, բայց նորեն գսեմ, մենք որ սկսեցինք այդ պրոստեդ հավով, ամենաբանջվածը էդի սկզբնական որ սկսել ենք եւ ճիշտ որոշումով սկսել ենք երևի։ Օրինակ ես աշխատել եմ ուրիշ խոհանոց, բայց այդ խոհանոցից մենակ մեր ավանդական, որ բոլոր ռեստորանները ունին, այդ ուդեսներն են բերել։ Այսինքն ես կարողանայի ասեմ, այդ ինչ սովորել եմ բերեմ, չէ։ Ես ուզեցի իմ
ուդեստը տնել։ Ես չնայեցի ուրիշ խանութներ, ինչ ունեն իմ մենուն ավելացնեմ։ Ես մենակ ուզեցի սրա, այս ուդեստովը սկսեմ, դեգուզ գրնամ ասել 6 ամիս կարողա մենք խորոված չարեցինք, որովհետև այս ուդելիքի վրա ենք աշխատում, ավելի շատ մատուցման գարոդել էին ով որ դրսից ծանոթերս ուդելիքը, մենք հետո առաջարկություններ սկսեցինք անել, որ ունենք խորոված, կեբաբ, պիցցա ունենք, տեսականին շատ է մեր մոտ։ Հայկականից ես ամեն ինչ սիրում եմ, մանրագրգիծ չեմ ասում, էսի համովա համով չի, որովհետև ամեն ինչ համովա։ Մենակ համոզմունքով ուդել, սիրելով ուդելն է, որովհետև ամեն խոհանոց ինքը իր հոդը դվել է, աշխատանքը դվել են, պետք է քննադենք։ Եթե այս քաղաքը սովորել է այդ համեմունքին, պետք է մենք այստեղ ենք, վարժվենք, սովորենք, նույնպես ինչպես որ իրենք սովորեցին, սիրեցին մեր ուդեստը։ Պետք է քննադենք ամենտեղ ամեն ինչը։ Ասեմ 90% կոնե չափազանցել չլինի, բայց հիմնականը որ սկսեցինք շատ արագ առաջ գնացինք, որովհետև բոլորն էլ ասում էին դան ուդելիքի համատալի, ոչ ռեստորանային։ Չերմության մենք թիմավորում ենք, մենք համարյա այստեղ ենք լինում, սարքողը ես եմ խոհանոցում, ամեն ինչով զգում եմ էդի մեզի ավելի ոնց որ առաջ տարավ, ավելի սիրելով աշխատելու արիտ տվավ։ Բայց եղել է որ դուրը չեն եկել, ուզում են փորձել մի բան, մենք բացատրում ենք, կարող է մեջը լինի թահին, կարող է մեջը լինի քիմիոն, մեր համեմունքները, ուզում են փորձեն, բայց դա ասում են լավը չի։ Այդ ցևի մի բան էլ ասում են, որ նեղվում ենք, որ դուրը չեկա, բայց վերջավորության էլ դա մեր համեմունքների բաղով թահինը, քիմիոնը, բայց ամեն ինչի մեջ չենք խառնում էդի։ Հատուկ ուդեստներ կա, արդեն բացատրում ենք մեջը ինչ է մտնում։ Մենք ավելի ճիշտ ես օրինակ համար ասեմ, Սիրիայում մեծ ընտանիք ենք, դան ճաշերի եպելով, բայց էլի սիրում եմ միշտ ասանք, ոնց որ մեջս բանգար, որ խոհանոց, խմորեղեն պատրաստել բան դրսից շատ չէինք օգտվում, որովհետև անդադ դունը սարքում ենք, կեսուրել ունեմ, դունը որ ընտանիքը մեծ լինում է, դան այդ կացայի համահոդը ուրիշ է, բայց որ որոշեցինք Սիրիայից արդեն դուրս գալ, մենք գիտենք, որ այստեղ գալու ենք, այդտեղի կյանքը լրի մոռանալու ենք, ինչ որ անցուցեր էինք, թեպի լավ աբակաբիկն էինք, երեխաներով էինք, մեծ ծանր օրերը սպասվում էր, էդի գիտենք։ Եկանք այստեղ եւ ես սկսեցի աշխատել, խոհանոցի աշխատանքի մտա, շատ շուտ էլ մտա գործի, ամուսինս ինքը իր արհեստով չսպավեց այստեղ, էլի ուրիշ աշխատանքի մեջ մտավ, բայց միշտ ասում եմ, եթե մեկը համոզվելով, սիրելով սկսի գործնելու 4 կողմիներում չի նայր ինքը արդեն, մենակ կմտածի ինքը իր գործը ինչպես առաջ պիտի տանի։ Չէ, քաղաքնի փաղատի չունենք, բայց հիմնականը, որ ես կարծում եմ, որ բոլոր ուդեստները, բոլոր դեղերն էլ կարող ատան, ամենը հիմնականը սերն է։ Եթե մի բան սիրելով պիտի սարքես, ուզելով պիտի սարքես, երգելով պիտի սարքես, համով է լինում։ Հիմնականը ես քեֆ ենք անում երգում ենք, որ ավելի ակտիվ լինի, որ մի բան պատրաստելու լինի, պատվերները շատ անում, քեֆ ենք անում, այդ երգն ենք շատ օգտագործում, որ ավելի աշխուժանանք։ Հիմա այս միսը ջուրի օգնությամբ բացել ենք այս պահը, ուզում ենք արդեն մեջը լցնենք։ Ինքը կարող է բանիրն էլ խառնենք մեջը լցնենք, կամ կարող ենք բանիրը, զորգած բանիրը, այս սևի ավելացնենք իրա, որովհետև դա քերսկիզը չուզեցի բանիրը մեջը տնել, որ չի հալվի։ Ամենաերկար դժվար պատրաստվողը մենք սինի միս ունենք, էլի աղացած միսով սինիի մեջ ենք անում, էդի անշուշտ նախորդ զգուշացնում ենք, որ թարմ ենք պատրաստում, նոր ենք պատրաստում, կարող է 20-25 րոպե դեպի խորոված հավը ունենք, նոր ենք գրագի վրա հավ ենք խորովում, այդ խորոված հավն էլ մի քիչ երկար է պատրաստում, որտեղ թարմ ենք եփում, եփելով չենք տաքացում, կամ այդ process չունենք, հաջախորդի համեմատ ենք եփում։ Ճիշտ ասած, այստեղ ավելի ինքնուրույն եմ զգացել։ Այդտեղ միանակ գիտեմ դան դիգինեմ, դան կորձերով, դան մայման, կյանքը միան է դիջի, չգիտեմ ինչքանով ճիշտ են դեսնում, էդ էլ պետք է իհարկե գրծությունը երեխեքին ամեն ինչը, բայց որ ես այստեղ եկել եմ, ես էլ ամուսինս էլ, նույնիսկ երեխաները, ավելի ինքնուրույն ենք, ավելի ինքնավստահ ենք, դժվար պայմաններով զերոյից սկսելն է կարևորը եւ լավ դեղ արդյունք հասնելն է։ Հիմա ես մի քիչ սրանք որովհետև արդեն
պատրաստեցինք, որ երևի այս պահը առաջի բաժինը վերջացրեցինք, հիմա վրայի բաժինը, որ պիտի փակենք, ուզում եմ էդ էլ բացատրեմ։ Ինքը միս ինչքան բարակ լինի ավելի լավ, որովհետև միջուկը արդեն եփած է։ Մենակ որ միսի եփի, բանիրը դուրս չդա։ Ամբողջ օրը մի ուտելիք, եթե ուտել լինեմ, շիշ թողը խորոված մանգալի վրա հավի դորներ, ոնց որ հավի կիբիր են ասում, բայց մեր համեմունքներով դի համ առողջական է ավելի որ խորովածի, հիմա մենք մի դարբերություն էլ գա դել ասեմ, խորոված եւ քաբաբ։ Այստեղ շատ էինք խանգարում սկիզբը որ եկանք, որովհետեւ ասում էին քաբաբ, մենք արաբերեն քաբաբ կսենք, ոնց որ գրագի վրա եփելու այս միսի process-ին քաբաբ արաբերենով, բայց այստեղ ասում են քաբաբ աղացած միսին։ Մենք խորոված ենք ասում, որպես հայերեն բառ, քաբաբի հայերեն բառը, բայց այստեղ ասում են խորոված, ոնց որ գդոր միս։ Այս բառը շատ ենք խանգարում։ Մենք խորոված ենք ասում ամեն դեսականի, ինչ որ գրագի վրա եփվում է, մենք խորոված ենք ասում։ Այդ շիշտաուխը շատ համով է։ Ինչ կան ուտենք չենք կշտանում, իրա գողքը պրինցով, սալատով, համով ուտեստա։ Այո, ես կիրացել եմ, իմ գշիրկը էսի չէր, որ Սիրիայից եկանք, նույնիսկ օրեր եղել է, որ ես սոված անոթի եմ դուն գնացել, ընդհանրապես բան չեմ գերել, բայց որ հոդերից արդեն, խոհանոցի հոդերից, կամ ամեն օրվա այդ դեսածները, այդ պրոբլեմը դալիս է։ Ես լավ չաղացել էի, հետո վերջավորտան ելա, որ իմ մոտ ուրիշ պրոսես է, որ ես չաղանում եմ, ոչ թե ուտելիքից է գալի, առողջ սնունդից չի գալի, այլ ամեն մեկի անձի պրոբլեմը, որ անընդհատ այդ հոդերը շնչում ենք խոհանոցում։ Փորձում ենք լավ սնունդ ներկայացնենք տանք եւ ինչպես որ նույնն մենք ուտենք։ Այցելուներից ամենեն շատը որ ասում են 20 րոպե դեվելի է, մանավանդ այդ ջարի դեղած հավը, գալիս են 10 րոպե անցած ասում են թեր պատրաստ չի։ Ասում են եթե հում ուզում եք պատրաստ է, դալիս ենք մենք այդ կատակով, հիմնականում այդ արաքացնելն է։ Որ մի բան ասում ենք հանդարտ պիտի եփի իր ժամուն, իր չափը ունի, չենք ուզում շատ երբեք մեկ հարցնեն ուր մնաց, երբ է լինելու, ուտեստները շատ արագ պատրաստվում է։ Նեղվում եմ որ փոխում են մեկ-մեկ, այսինքն ինչ որ ճիշտ հասկացա, փոխելով նորություններով, չեմ ուզում փոխեն շատ։ Եթե մի բան գա որ այդ համը, այդ հիշողություններ գա, կամ այդ երկրի ավանդույթն է, դա փոխելը սխալ է։ Չեմ ուզում փոխեմ, եթե ես էլ մի բան փոխել եմ, կարող է ես այդ մեկը տեսել եմ։ Հիմա նոր սերունդներ կարող է էսի տեսնել, իմանա որ ասմեկն է շիդակը, շարունակի այդ ծևի։ Դրա համար ինչքան կարողանում ենք հին պատմությունները լսելով կամ հին խոհանոցի տատիկներով լսելով ավելի ճիշտ է, բայց ամեն մեկ խոհանոց ինքը իր սկզբունքը ունի մենու ընդունելու։ Սիրում եմ շատ, սիրելով եմ աշխատում, չեմ հոգնում։ Նույնիսկ առավոտվանից մինչև իրիկուն մենք ունենք անում ենք քեթրինգներ, այսինքն open buffet ուտեստներ ենք պատրաստում էլի, մենակ ռեստորանի կորզնալ չէ, որ ամառը գալիս է դուրս օրինակ համար միջոցառումներ ունեն, ուտեստներ են ուզում կամ մեր էկիպով գնում ենք, մեր խումբով գնում ենք, այդտեղ պատրաստում ենք իրենց օրը, այդտեղ ենք անցկացնում, անշուշտ չենք փակում այստեղ, դա ոնց որ սիրողական ենք անում իրենց, որ ավելի դակել ուտեն, արակումով չդանենք, բայց սիրում եմ գործը, շատ եմ սիրում։ Մեկ-մեկ որ հիշում եմ, լացում եմ այդ օրը, եթե կա, չեմ ուզում այդ օրը կա, շատ եմ սիրում, որովհետև ճիշտն ասած արդեն հուզվեցի, մենք եկանք պատերազմից, եկածից պես սկսեցի այս գործը 12 տարի է, սիրելով սկսեցի, հետո 9 տարի է արդեն ունենք մեր ռեստորանը, ոնց որ դուն ընտանիք, իրոք տարբեր է։ Ացիկ դուշ լացացրիր։ Չէ, ռեստորանին նա ոչինչ տոմնա, որովհետև իրոք մտածում եմ, ասում եմ ամեն ինչ որ տրել ես քո կյանքիդ մեջ, մի օր էդի վերջ տա, ամենավատ օրն է հատի։ Ունեցանք ավելի ամուր ընտանիք, ունեցանք լավ միջավայր, լավ մթնոլորտ, աշխատողներից ինչ եկել ենք մեր հետ են 9 տարի այստեղ միասին ենք աշխատում, շատ եմ սիրում եւ չեմ ուզեր այդ մի օրը
ոնց որ սկացինք Սիրիայից դուրս եկանք ամեն զերացին, միան իմ ցանկությունը հիմա լավանով խոսամ, որ ուզում ենք մեր դեղը մեծացնենք, ուզում ենք ավելի առաջ գնանք, չենք ուզում հետը մտածենք, չենք ուզում գանք առնենք, ուզում ենք ավելի քայլերնից ամրացնելով առաջ գնանք։ Ինքը տաբուլեն մենք ալդուն ուրիշ կպատրաստենք, որ ճիշտ ասեմ, որ մենք հոստիմա ռեստորանը իմ մեր տաբուլեն դալիս ենք, իմ դան պատրաստածի նման չի, որտեղ դունը պատրաստում ենք մի քիչ բլղուրը տոմատի մածուկով թրջում ենք, սոխենք տնու մեջը, կամ որ տնում են մարոլ, ավելացում են բարակ կտրտած նանա, մենք դունն էլ տարբեր պատրաստենք, բայց ես երբ որ ռեստորանը բացեցինք, հիմնականը որոշեցինք տնենք այդ ուդեստը, որ թեկուզ լիբանանահայ կա, որտեղ լիբանանցիներն էլ լրիվ տարբեր են պատրաստում, թե լիբանանցիներ բամիդորը քիչ պիտի լինի մեջը լոլիկը, ավելի շատ ազատ քեղը պիտի երևի, ասենք մի դեսակ նենք որ բոլորին հարմար լինի համը դան բայմար ճիշտը հոս բլղուրը շատ է երբ որ բլղուրը շատ է տաբուլեն դուրս եկած կլինի որ մենք կիլիսի չենք ասում այդ հիմնական այդ համը դալիս է բայց մեր սարկածը դունն էլ ուրիշ է ռեստորանային ուրիշ լինում է հիմա էսի արդեն երկրորդ բաժինը արեցինք էսի տնելու ենք սրա վրա անշուշտ ջուրի օգնությամբ անպայման ջուր պետք է, որովհետև միսը ինչքան էլ լինի լավ փակենք, որ բանիրը դուրս չի գա։ Խոհանոցում ուտելիք փչացնել արակի մեջ երբեմն լինում է, ամենեն շատը ճիշտ ասած մորանում ենք հացը պուրի մեջ որ ուզում ենք ուրիշ որովհետև հացը շատ արագ է պատրաստվում միջև ասում ենք լավ հացը լինի այս ինչ բանը անենք վերևից ցանին դալ ասում են հացի հոդա գալի հիշում ենք բայ հացը մենք որովհետև այստեղ դակուկ հացիկներ ենք պատրաստում մեկ լինում է այդ հացի մորանալը որ ինքը մի քիչ չոր է լինում բայց հոդը այդ անուշ բուրմունքը դալիս է հիշում ենք փուրի մեջ հացը անշուշտ էլի նորը սարքում ենք ուղարկում ենք չենք էլ Սկացում որ այդ մի պահը մոռացել ենք փուրի մեջ։ Այ հիմնականում մենակ հացն ենք շատ մոլանում փուրի մեջ։ Ինչքան ապրում ենք, այդքան շատ բան ենք սովորելու։ Ես մեկ-մեկ էլ բան եմ լինում, որ անընդհատ նույնը անընդհատ եկող հաճախորդն էլ ասում է ուրիշ ինչ նորություն ունեք։ Հիշում եմ, որ մենուն արդեն այսքան մենու ունենք եւ էլի ուզում են նորություններ, էդի ինձ ուրախություն է դալի, որովհետեւ ինչ որ ավելացրել ենք մենուի մեջ, իրենց ցանկությամբ ենք ավելացրել։ Էդի մեր համար ամենաուրախությունն է, որ ուզում են էլի կան, մեր մոտ չեն ասում լավ շատ ենք գնացել, ուզում են կան, բայց ուզում են նորություն տեսնել։ Եվ մենք միշտ առաջարկում ենք իրենց նորություններ, թեկուզ մեր մենուի մեջ չունենք, բայց եղել է որ հաճախորդ եկել է թրսից, ասել է վայ շուտ վանից, այս ինչ բանը չեմ գերել, մամայից ցերքին գործներ, գարակ սարքեք, ասում եմ եթե ժամանակ ունես գամ սարքեմ։ Իրեն համար սարքել ուղարկել եմ։ Արդեն էսի լավ փակում ենք որ բանիրը դուրս չգա եւ դանում ենք տնենք չերոց ինքը աղացած միսը մի փոքր իրաքը չափսը փոքրանում է որտեվ համ ինքը աղացած միսը իր յուղն է դուրս տալի բայց կարող եք մի թեթև յուղ էլ անեք ինքը հիմնականը էս սևի է լավ էլի ցերկով շտկում եք փակում եք կարևորը հիմնականը փակված լինի Կարող եք ֆոլգայով էլ փաթաթեք իրեն, մի թեթև, հետո ֆոլգան հանեք բարձրապես որ եփի, նայած ձեր փուրի չափը։ Այսի կարող ենք 2-3 հատ սարքենք, սինիով ուղղակի տնենք չերոցը։ Պատրաստ արդեն մենք տանենք տնենք չերոցը։ Չէ, արդեն պատրաստ կլինի, մի հատ մատուցման ցերներ ցույց կտանք վերջում։ Բայց այդ բաներով վերագը չեմ մոռացել, էսը գալիս է։ Երեք բան որ չի կարելի խոհանոցում անել, իմ մոտ հիմնականը երկար եղունգները կամ այդ ներգված եղունգները, գոգիգությունը պետք է, մաքրությունը պետք է, բայց այդ մեկը չեմ ուզում։ Ցերնոցով աշխատում ենք, ինչքան էլ լինի խոհարար ասում է կարող է ցերնոցն են, բայց չէ։ Իմ մոտ այդ մեկը ընդունելի չէ, որ ինքը այդ ցևի լինի։ Առանց գլխարկ չենք աշխատում, գլխարկը բարդացիր ինչքան էլ ուշադիր ենք գլխարկը բարդատիր պիտի լինի առանց գլխարկի որտեղ վերևն է խոհանոցում չէի բայց չէ հիմնականը ինչքան փորձում ենք անշուշտ պատահական էլ կլինի բայց հիմնականը գլխարկով է գերագուրը համով լինելու համար որ երրորդ բանը ընդհանրապես պետք է չի լինի որ պատահում է բայց չեմ սիրում խոհանոցի սերը
աշխատողները իրար հանդեպ լավ վերաբերվեն, ուրախ դրամատուրգությամբ աշխատեն, դա մեր ուտելիքի եւ առօրյայի վրա շատ ազդում։ Մենք էլ ասում ենք բարի ախորժակ, Անուշլա, ենք ասում, ցերկերուտ տալար ենք ասում վերջում, այսինքն ցերկերը միշտ լավ լինի, սևի համով ուտելիքներ տանք։ Ձեր ուտելիքը պատրաստ է, այս արդեն մի հատ նայենք։ Գնացինք։ Չեղավ։ Եդանեմ, հա, սկացի, ասան գրի։ Բարի ախորժակ, գեցից չեղավ։ Լավ, բարի ախորժակ, մեր ուտելիքը պատրաստ է, գնամ բերեմ։ Այսին մեր արդեն պատրաստած ուտեսն է մատուցման ձևով։ Բայց ես ձեր բերակն էլ չեմ մոռացել ձեր շահացեցա, բերակն էլ բերում եմ։ Բերակը։ Համեցեք, բարի ախորժակ, եկեք փորձենք ուտելու։ Միադրեմ թանակ պատարակաղել մոտեցնեմ։ Մեր օպերատորն էլ գա։ Այո, իհարկե։ Սից տամ, բայց ում չարունակես ուտելու։ Հաջորդին հավի մսով գանենք, խոստանամ քեզ, բայց էս։ Անունը բեսկի շատ։ Սրանունը մաջու է։ Մաջու է, բայման չարը պերենավասեք, լծոնած միս։ Լցոնած մի։ Հա։ Մհերջան փորձի։ Պարմեզան բանի է։ Չէ, մոզարելլա։ Հանավոր լցոնացա։ Ինչի։ Thank you.